Այսօր ջահերով երթ է լինելու, ըստ ինչ խորհուրդ ունի դա ու մասնակցելու եք թե ոչ։ Դե մասնակցությունը դժվար մասնակցեմ, ես թորներից կպահեմ, երեխեքը կգնան։ Թե այսօր տենց բան կա։ Ես տեղակ չէի։ Կուզենայի մասնակցել, դա կարևոր առիթ է, բայց հնարավոր է որ մասնակցեմ։ Հնարավոր է, որովհետև ասենք թեկուզ մի քանի ժամով հնարավոր է մասնակցեմ, որովհետև եթե էտել չանենք, նշանակում է լրի մոռանում ենք։ Ես կքաչալերեմ, որ մեր այսինքն նահատակները ողջ առողջ մերան, բայց իրենց մարմինը հոգիները ազզոքով է։ Եղավ անոր համար ես եկել եմ հոս, որովհետեւ մասնակցեմ աս երևույթին, երթամ Զիզերնագապերտ վաղը անպայման կմասնակցեմ։ Այսօր ջահերով երթ է լինելու, ըստ ինչ խորհուրդ ունի ջահերով երթը մասնակցելու եք թե ոչ։ Պարտադիր։ Նազլո ոնց է հայերեն։ Նազլո ոնց է հայերեն։ Ի հակառակ իրենց չէ, Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի ու մնացածը Տարիքի առողջության հետ կապված չեմ մասնակցի, տղաս կմասնակցի, խորհուրդ ունի, իհարկե խորհուրդ ունի, չի կարելի մոռանալ։ Իսկ Ուսումը էլի մոռանալը, ոնց որ դու քեզ չհարգես, էտա։ Իսկ ինքնությունը չհարգեցիր, ուրեմն ծախու կենթանի ես էլի։ իսկ թշնամու դրոշը այրելուն ոնց եք։ Չէ, դրան կողմ չեմ, որովհետև իմաստազուրկ բան է էլի, իրեք ինչ, բաներ կա պետք է չափի մեջ լինել, դա այրեցի հետո։ Դե ինչքան ուզում է այրես է դրոշը, հարց կլուծվի։ Դե դա վայրենություն է, պետք չի դրոշ այրել։ Թշնամին դրոշը արդեն այրված է, ինքնին այրած է, կարևոր չէ հիմա այրենք, բայց ինքնին այրած է։ Մենք Սուրիա հայրս շատ ասկային ոգի ունենք եւ թուրքերուն հետ չենք սիրել, մեր դադիկները, մեր բաբիկները արդեն նահատակված են եւ մենք այդ բաժարով դուրս ենք արդեն արտասահման ենք։ Դրոշ այրելով եթե հարց լուծվեր, շուտվանց լուծված կլիներ, հարկավոր է ուժեղանալ այդ ճշտամուն իր տեղը ցույց տալ։ Ես շատ կուզեի ու իրանք հետո մեր դրոշը այրեն բանից էլ վշտից, թե ինչ օրենք իրանց գցել։ դե իրականում այդ ոչ մի բան չի փոխում, եթե անկեղծ։ Իսկ ասեք առաջին անգամ Ծիծեռնակաբերդ երբեք գնացել ու ինչ հիշողություններ ունեք։ Մանուկ հասակում, երբ որ ինձ տրամադրում էին, որ միայն կարևորը դա ցեղասպանությունն է, բայց իրականում այն ինչ եղավ մեր հետ հիմա ավելի կարևոր էր, քան ցեղասպանությունը։ Էլի եղել է ցեղասպանություն, ցավոք սրտի այսօր արդեն չենք հիշում։